Գյումրիում փոսերը ավելի շատ են, քան փողոցները։ Ինչ քայլեր է ձեռնարկում այս մասով իշխանությունը գոնե ժամանակավոր լուծում գտնելու, թե սպասելու ենք մինչև ընտրություն, որպեսզի եւս մեկ անգամ ընդգծվի, որ թիմը չի հաջողել Գյումրիում։ Այսօր քաղաքապետի աթոռին նստած մարդը նույն Գյումրիում հայտնի Վարդանիկը, ով այսօր ենթադրյալ հանցագործի կարգավիճակում է կաշառքի գործով բոլորս գիտենք, բնականաբար քաղաքը նման մարդուն հանձնողները պիտի քաջ գիտակցեին ուր են տանում քաղաքը։ Ներկուսակցական քվեարկության ժամանակ դուք 50 անվանացանկում չկայիք, կարծեմ 114-րդն եք։ Դա բացարձակապես չի նշանակում մերժված լինել թիմի կողմից։ Խոսենք լրագրողների թիրախավորման մասին։ Փորձում են այս կամ այն քաղաքական անձի թիմի պատվերը կատարել, ես իրենց չեմ կարող համարել լրագրող։ Երեք ընդդիմությունը ներկայացրեց վարչապետի իրենց տեխնացուին իդեմս Ռոբերտ Քոչարյանի։ Ծիծաղս երևի ձեր հարցին պատասխանեց, միանշանակ անվերադարձ հայտնվելու են քաղաքական աղբանոցում, ժամաններում չունենք կրակոցներ, իսկ դա այնպիսի մեծ ձեռքբերում է, յուրաքանչյուր քաղաքացի դա գիտակցում է եւ հունիսի 7-ին ուղղակի գնալու է եւ ձայնը տալու է խաղաղություն հաստատած քաղաքական ուժին։ Օրինակ Ալիևը, երբ ասաց, որ հիմա Թրամփը ասում է թրիփ, կգա Բայդենը եւ կասի խաղաղության խաչմերուկ, արդյոք այս խաղաղությունը շատ փխրուն չէ։ Բարև ձեզ, այսօր տաղավարում հարցերն ուղղելու ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանին։ Բարև ձեզ, Տիկին Պալյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Պալյան, աշխատանքային այս ընթացքում դուք լրագրողից դարձել եք իշխանական պատգամավոր եւ որպես արդեն պետական գործիչ պաշտոնյա խոսենք լրագրողների թիրախավորման մասին, որը վերջերս տեսնում ենք, երբեմն խրատական մոտեցում է լինում, երբեմն ուղիղ թիրախավորում։ Ինչպիսին է այս մոտեցումը որպես պաշտոնյա ձեր կողմից եւ մասնավորապես որպես նախկին լրագրող, չնայած ասում են լրագրողի նախկինը չի լինում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ, այսօր Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատությունը այն մակարդակի է, որ երբևէ չի եղել եւ դրանից բխում է այն հանգամանքը, որ լրագրողները թիրախավորված չեն, ինչքան էլ դուք հակառակի մասին հարցի մեջ նաեւ պնդում արեցիք, բայց ես բնավ համաձայն չեմ դրա հետ։ Ես մյուս կողմի մասին կխոսեմ, այն մարդիկ, ովքեր լրագրողի կոչման անվան տակ փորձում են այս կամ այն քաղաքական անձի թիմի պատվերը կատարել, ես իրենց չեմ կարող համարել լրագրող եւ չեմ կարող այդ մարդկանց հարցերին տրված սուր պատասխանները որպես թիրախավորում ներկայացնել, ասածս հետեւյալն է, որ լրագրությունը անաչառության մասին է եւ օբյեկտիվ իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման մասին է, բայց այսօր ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում մենք գիտենք, որ կան լրագրողներ, կան լրատվամիջոցներ, որոնք ուղղակի այս կամ այն քաղաքական ուժի, անձի, ֆինանսական միջոցներով են սնվում եւ այլն եւ ըստ այդմ նորից եմ կրկնում, բնավ համաձայն չեմ, որ իրական լրագրողը լրագրությունը այսօր թիրախավորված է, նորից եւս մեկ անգամ փաստենք, որ խոսքի ազատությունը չի եղել այն մակարդակին Հայաստանի Հանրապետությունում, որ մակարդակին այսօր է։ Սա փաստ է, սա նաեւ միջազգայինորեն ամրագրված փաստ է, այնպես որ երբեմն նաեւ շատ քաղաքացիներ մեզ մեղադրում են, որ այն աստիճանի ազատ է խոսքը Հայաստանի Հանրապետությունում, որ արդեն անցնում է սահմանը եւ կներեք բարիս համար ինչ որ լկտիության է հասնում, որովհետեւ մենք երբեմն տեսնում ենք այնպիսի լեքսիկոնով են խոսում նույն ձեր նշած լրագրողները կամ այնպիսի բնութագրումներ են անում այս կամ այն իրենց չհավանած քաղաքական գործիչներին կամ քո գործունեությանը, որ իրականում դա լրագրության հետ աղերս չունի ու այդ մարդկանց որևէ սուր խոսքով անդրադառնալը կամ որոշակի խրատական մտքեր հղելը նրանց հասցեին կամ նրանց արած գործունեությանը բնավ թիրախավորում չէ։ Սուր պատասխանների մասով, եթե սուր հարցադրումներին անդրադառնանք, ապա երբեմն ստացվում է, որ գործընկերներս ուղղակի հղում են տալիս պաշտոնյաների մինչ այդ արած սուր եւ ոչ կոռեկտ, ոչ եթերային բառապաշարին են հղում տալիս, որը երբեմն պատահում է, ոչ երբեմն շատ հաճախ պատահում է իշխանական ներկայացուցիչների կողմից, բայց եւ այնպես շատ հաճախ հնչում է ձեր տերերի, ձեր ֆինանսավորման, այս մասին է հաճախ այս լեքսիկոնով է օգտագործվում, որ լրագրողներն դիմում են ձեր տերերի հրահանգված, գիտենք ով է ձեզ վճարում եւ այլն։ Շատ հաճախ է այս միտքը հնչում, բայց որևիցե անգամ չհրապարակվեց, թե ով է վճարում, որ լրագրողի տերը ով է, եթե այդպիսի կան, արդյոք սա ուղղակի խոսույթ չէ, որը օգտագործվում է մանիպուլացնելու կամ լրագրողական աշխատանքը թերարժևորելու համար։
Ոչ, իհարկե, ընդհանրապես խոսույթ չէ, ինչքան էլ հրապարակված փաստեր որպես այդպեսին չկան, հա, բայց բոլորս ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, իսկ Հայաստանի Հանրապետությունը փոքր երկիր է, եւ բոլորս գիտենք ով որտեղից է ֆինանսավորվում, այո, եւ դրան զուգահեռ մենք տեսնում ենք տվյալ լրագրողի աշխատանքը։ Ես նախորդ ձեր հարցին պատասխանելիս նշեցի, որ լրագրողի գործը, ես էլ եմ մասնագիտությամբ լրագրող, այս կամ այն իրադարձությունը օբյեկտիվորեն բազմակողմանի լուսաբանելն է, բայց երբ որ մենք տեսնում ենք X լրագրողը գովաբանում է միայն ու միայն մի քաղաքական թիմի կամ գործի, բնականաբար բոլորս հասկանում ենք, թե ումից է ֆինանսավորվում եւ որն է տվյալ լրագրողի նպատակը։ Այնպես որ չհրապարակված այդ փաստաթղթային ինչ որ ապացույց չունենալը դեռևս չի նշանակում, որ դա ուղղակի խոսույթ է, դա իրականություն է, նորից եմ կրկնում, որի մասին ոչ միայն պետական քաղաքական գործիչները, նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քաջ գիտեն եւ վստահ են։ Տիկին Բալյան հրապարակված փաստերից խոսեցինք, այ երեք ընդդիմությունը ներկայացրեց վարչապետի իրենց տեխնացուին իդեմս Ռոբերտ Քոչարյանի։ Սա անսպասելի էր ձեր համար։ Ծիծաղս երևի ձեր հարցին պատասխանեց, միանշանակ դա անսպասելի լինել չէր կարող։ Մենք դրա մասին, եթե մեր հարցազրույցները, իմ գործընկերների հարցազրույցները նայեք, ապա կտեսնեք, որ մենք հենց այդ անունին էլ սպասում էինք, որովհետև իրենց քայլերը այս տարիների ընթացքում ապացուցել են, որ իրենց միակ քաղաքական գործիչը, միակ տղամարդը իրենց համար Ռոբերտ Քոչարյանն է, այնպես որ այդտեղ բնավ անակնկալ չկար, բայց ես ցավում եմ իրենց համար, որովհետև շատ քիչ ժամանակ անց շատ ուժեղ հիասթափություն են ապրելու եւ անվերադարձ հայտնվելու են քաղաքական աղբանոցում, որտեղ իրենց ուղարկելու է Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացին։ Վարչապետ Փաշինյանն ասում է այս փոփոխվող աշխարհում չփոփոխվելը խնդիր է որպես այդպեսին, բայց տեսնում ենք ձեր առաջին համարն էլ չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանն է մնացել նույն վարչապետի տեխնացուն եւ առհասարակ ինչ փոփոխությունների եք տանելու այս անգամ հանրապետությունը, որովհետեւ շուտով նաեւ ազգային ժողովի ընտրություններն են սպասվում։ Այո, վարչապետը նման միտք է արտահայտել եւ ես էլ իմ ելույթներից մեկում հարցազրույցներում եւս օգտագործել եմ այդ միտքը եւ պրոյեկտել եմ մեր ընդդիմության վրա, նշելով, որ այս փոփոխվող աշխարհում չփոխվելը խնդրեմ է ու մեր ընդդիմությունը լրջագույն խնդրեմ է մեզ համար, որովհետեւ այս տարիների ընթացքում որևէ փոփոխության այդպես էլ չենթարկվեց։ Իսկ ինչ վերաբերում է մեր առաջին համարին, միանշանակ պարոն Փաշինյանը չէր կարող փոխվել, որովհետեւ ինքը ընտրված լեգիտիմ վարչապետ է, ընտրված է ոչ միայն մեր քաղաքական թիմի կողմից, այլ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից եւ դա մենք ամեն օր ենք տեսնում։ Դուք տեսնում եք, որ ներկուսակցական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում վարչապետը եւ մեր թիմի ներկայացուցիչները տարբեր մարզերում են լինում, եղան նաև Շիրակի մարզում եւ այն ընդունելությունը, որին արժանանում է հենց վարչապետ Փաշինյանը եւ մեր թիմակիցները, խոսում են այն մասին, որ որևէ փոփոխություն լինել չէր կարող։ Այնպես որ պարոն Փաշինյանի ասածը պրոյեկտել մեր առաջին համարի չփոփոխվելու վրա, ես կարծում եմ տեղին չէ, դա այլ կոնտեքստում եւ այլ իրավիճակներում կարելի է օգտագործել, փոխելու որևէ անհրաժեշտություն չի լինի այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքը չի որոշի փոխել։ Շատ շուտով Հայաստանի Հանրապետության քաղաքացու որոշման մասին տեսնելու, լսելու ու լուսաբանելու ենք, ինչ խնդրեմ կունենանք, եթե փոփոխությունը լինի այնպեսին, որ դուք դառնաք արդեն ընդդիմադիր պատգամավորներ, ընդդիմադիր ներկայացուցիչներ ազգային ժողովում, կամ օրինակ լինի Գյումրի 2 տարբերակը։ Ես բացառում եմ, չի կարող այնպիսի արդյունքներ լինել, որ մենք ընդդիմադիր դաշտում հանդես գանք, թույլ տվեք սա վստահորեն ասել, իսկ ես վստահության հիմքում նորից ու բացառապես մեր քաղաքացիների հետ ամենօրյա շփումներն են, մեր կատարած աշխատանքն է, առաջինը հաստատված խաղաղությունն է մեր երկրում, որը չգնահատել, չտեսնել ուղղակի անհնար է, 2 տարի եւ ավել մենք սահմաններում չունենք կրակոցներ, իսկ դա այնպիսի մեծ ձեռքբերում է, դա սովորական ինչ-որ մի փոքրիկ փաստ կամ հանգամանք չէ, որ ուղղակի ասենք եւ անցնենք առաջ։ Յուրաքանչյուր քաղաքացի դա գիտակցում է եւ հունիսի 7-ին ուղղակի գնալու է եւ ձայնը տալու է խաղաղություն հաստատած քաղաքական ուժին։ Այս խաղաղությունը, որի մասին խոսում ենք, հիմնակարը նախկինում Միչանսկ, հետո խաղաղության խաչմերուկ, հիմա նաև թրիփ դարձած ճանապարհն է, բայց մենք տեսանք, որ քմծիծաղով էր այս մասին խոսում, օրինակ Ալիևը, երբ ասաց, որ հիմա Թրամփը ասում է
թրիփ, կգա Բայդենը եւ կասի խաղաղության խաչմերուկ։ Արդյոք այս խաղաղությունը շատ փխրուն չէ եւ արդյոք պայմանավորված չէ առաջիկա սպասվող ընտրությունների հետ եւ դրանից հետո կփոխվի նաեւ պատկերը։ Շատ կարևոր հարց էր եւ ես ուզում եմ մի շատ կարևոր արձանագրում անենք։ Այս պահին մենք ունենք խաղաղություն, փաստ է որ ունենք խաղաղություն եւ 24/7 ռեժիմով Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը այդ հաստատված խաղաղությունը պահելու համար ջանք ու եռանդ չի խնայում եւ հունիսի 7-ի ընտրությունները հենց այդ խաղաղությունը հաստատելու, խաղաղությանը տեր կանգնելու մասին է լինելու։ Միայնակ որևէ քաղաքական ուժ չի կարողանալու այդ խաղաղությունը շատ ամուր հիմքերի վրա պահել։ Մենք այսօր դա ստեղծել ենք վարչապետի գլխավորությամբ, մեր քաղաքական թիմի գլխավորությամբ, բայց միևնույն ժամանակ մենք անընդհատ մեր զրույցներում, հարցազրույցներում, ելույթներում նշում ենք, որ նաև ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու աջակցության կարիքը, ով այո, հունիսի 7-ին պիտի գնա ընտրատեղամաս եւ քվեի տեսքով տեր կանգնի այդ խաղաղությանը։ Իսկ մնացածը ես ավելի քան վստահ եմ, որ մենք հաջողելու ենք, այնպես որ ձեր նախորդ հարցին ի պատասխան կասեմ, որ բացառում եմ, որ մենք ընդդիմադիր դաշտում հայտնվենք։ Եվ Հայաստանում քաղաքական դաշտի մասին երբ որ խոսում ենք, բաժանված է կոշտ, այսպես ասած, ճամբարների, որովհետև մենք երբում տեսնում ենք խիստ բևեռացում, նաև ընդդիմադիրների դաշտում, բայց ոչ միայն, սա նաև իշխանական թևին է վերաբերում։ Արդյոք այս քաղաքական բևեռացման պատասխանատվությունը դուք կրում եք եւ գոնե քայլեր ձեռնարկում եք, որ այս ագրեսիան հանգի, այլ ոչ թե կրակ ավելի բռնկվի։ Եթե կարելի է ձեր թույլտվությամբ նախորդ հարցին դուք Գյումրի 2-ի մասին խոսեցիք, մի փոքր անդրադարձ կատարեմ դրան եւ պատասխանեմ ձեր այս հարցին։ Վարչապետը Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ Գյումրիում արդեն իր ելույթում շատ լավ միտք արտահայտեց, որ ոչ թե Գյումրի 2 կամ 3, այլ Գյումրի 1 է լինելու եւ ես եւս վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքացիները տեսնելով թե մենք ինչ պատկեր ունեցանք տիմի ժամանակ եւ իրենց առաջ ունենալով այդ օրինակը քաջ գիտակցում են այլևս ինչպիսի ընտրություն չպիտի կատարեն։ Դրանից ելնելով ես վստահ եմ, որ մենք չենք ունենալու ձեր նշած սցենարը եւ հաջողելու ենք Գյումրիում շատ բարձր տոկոսների տեսքով քվեներ ենք ստանալու մեր գյումրեցիների կողմից։ Այսքան է այդ մասով, իսկ ձեր հարցին ի պատասխան, տեսեք, ընդդիմության մեջ ինչքան էլ իրենք փորձեն ներկայացնել, որ կա որոշակի բևեռացում, իրենք ինչ որ X պահի միանալու են եւ բոլորի նպատակը մեկն է Ռոբերտ Քոչարյանին դարձնել վարչապետ, իրենց ցանկությունը դա է։ Այսինքն իրենց շահերը համընկնում են այդ հարցում եւ ինչքան էլ փորձեն մանևրելով քաղաքացուց քվե ստանալ ներկայացնելով, որ մենք առանձին ուժեր ենք, չենք միավորվելու, չնայած վերջերս կան մարդիկ իրենցից, որ ասում են X պահի կարող է միավորվենք, այո, այնպես որ այդտեղ բևեռացումը միայն ակնհայտ է առաջին հայացքից, բայց երբ որ դու խորանում ես, տեսնում ես, որ այդ մարդկանց նպատակները ինչ որտեղ հատվելու են, իրենք Հայաստանի ինքնիշխան լինելը չեն ուզում, այդ բոլոր ուժերը եւ միավորվելու դեպքում մենք կորցնելու ենք նաեւ մեր պետությունը եւ հենց այս գիտակցումը ունենալով պիտի քաղաքացին գնա ընտրատեղամաս հասկանալու համար մեզ բոլորիս պետք է ինքնիշխան, իրական եւ խաղաղ Հայաստան, թե ուզում ենք դառնալ ինչ որ Ռուսաստանի մի մարզ կամ մի մաս։ Եվ այնուամենայնիվ, եթե անգամ հաջողեք ու 50+ ձեր պատկերացրած քվեն ստանաք հանրության կողմից, միևնույնն է դուք պատասխանատու եք լինելու նաև ընդդիմությանը քվեարկած քաղաքացիների համար։ Ինչպիսին է լինելու այս բևեռացման դեմ պայքարը, խոսքը նաև հենց այդ մասին է, որովհետև եթե ձեր հետ չեն, ուրեմն ձեր դեմ են այս կարգախոսը որպես այդպեսին, որը պաշտոնապես չկա, բայց միևնույնն է մոտեցումը տեսնում ենք, որ այդպեսին է, կա անդիմություն եւ կա իշխանություն ամեն դեպքում։ Ինչպես է լինելու այս երկու ճամբարների հետևորդների մեկտեղումը։ Բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մեր քաղաքացիներն են ու բացարձակապես կապ չունի թե ով ինչ ընտրություն կկատարի մեր իշխանության համար այդ բևեռացումը եթե գործող քաղաքական ուժերի մեջ տեսանելի է, բայց դա չի կարող պրոյեկտվել քաղաքացիների վրա։ Այն փոփոխությունները, որ այսօր կատարվում են մեր երկրում, դրական փոփոխությունները վերաբերվում են բոլոր քաղաքացիներին անկախ նրանց քաղաքական հայացքներից։ Նույն առողջապահության ապահովագրությունից օգտվում են նաև մյուս քաղաքական ընդդիմադիր քաղաքական ուժերին ձայն տվող քաղաքացիները, մեր մյուս այդ ընդդիմադիր քաղաքացիների երեխաները ծառայում են բանակում 2 տարու փոխարեն տարի 6 ամիս, այսինքն այդ բևեռացումը ձեր նշած բացարձակապես չի կարող
կապված լինել մեր շատ սիրելի քաղաքացիների հետ, ովքեր մեզ չեն ընտրելու։ Դրա մասին խոսք լինել անգամ չի կարող։ Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կատարած յուրաքանչյուր քայլ միտված է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի բարձրացմանը եւ ավելի լավ ապրելուն։ Այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Նաև թոշակների բարձրացումը ընդդիմությունը որպես այդպեսին նաև ներկայացնում է պաշտոնապես եւ օրինական կաշառք ընտրություններից առաջ, որովհետեւ մինչ այդ վարչապետը ասել էր 10,000 դրամ երբ որ բարձրացնենք ինչ է անելու դա թոշակառուն եւ համացանցում այդպիսի կարծիքներ շատ կային նաև քաղաքասարական գործիչների կողմից եւ ասում էին կարծես թոշակառունները սովորեցին այդ 10,000-ը ինչպես են ծախսելու։ Հիմա բարձրանում է 10,000-ով թոշակները։ Ինչու հիմա եւ արդյոք սա եթե կանխամտածված էր, ինչու եղավ այդպիսի ելույթ։ Տեսեք, նախ կտրել վարչապետի խոսքը եւ կոնտեքստից դուրս տարածել, մեկնաբանել, դա ընդդիմության մոտ երևի ամենալավն է ստացվում, ուրիշ բան իրենց մոտ նորմալ չի ստացվում։ Այդ հարցի շուրջ բարձաբանումներ շատ եղան, վարչապետը այդ ելույթը ունեցել է ազգային ժողովի ամբիոնից, նկատի ունենալով բացարձակապես այլ բան, եթե չեմ սխալվում, առողջապահության ապահովագրության թեմայի կոնտեքստում էր խոսում վարչապետը, նշելով, որ մենք հոգում ենք մեր թոշակառուների այն մեծ խնդիրը, որը հիմնականում առնչվում է իրենց, բայց այնուամենայնիվ ինչի հենց հիմա մենք հիմա ինչ մեր նախընտրական խոստումներից որը կատարենք, բնականաբար պիտի ընդդիմությունը կապի այս նախընտրական իրավիճակի հետ, որովհետև այլ ասելիք չունի, շատ ծանր են տարել իմիջիայլոց այդ թոշակների բարձրացումը, որովհետև գիտեն, որ սա եւս մի քայլ է, որը քաղաքացին գնահատել չի կարող, սա այո շատ կարևոր քայլ է մեր շատ սիրելի թոշակառուների եւ նպաստառուների համար, ես ամեն օր նույնիսկ 3 դպրոցականներ էին եկել ազգային ժողով, ես այդ մասին խոսել եմ, հենց իրենք էլ իրենց տատիկների ու պապիկների անունից մեզ բոլորի շնորհակալություն հայտնեցին եւ նշեցին, որ դա իրականում մեծ գումար է եւ առիթից օգտվելով ուզում եմ ձեր եթերում եւս նշել, որ այս 10,000 բարձրացումը միայն 10,000-ը չէ, մենք ունենք նաեւ հետվճարի համակարգ եւ եթե մեր քաղաքացիները օգտվում են, ապա իրենց թոշակները բարձրանում են ոչ թե 10, այլ 20 եւ ավել 1000 դրամով, սա ինչքան էլ ընդդիմադիր հայացքներ ունենաս, ես ուզում եմ պատկերացնել, ինչպես կարելի է վատ մեկնաբանել կամ չգիտեմ, ոչ հարիր բառերով մեկնաբանել, հա, այնպես որ ես եւս մեկ անգամ վստահեցնում եմ, որ մեր գործելավոճը, գործող իշխանությունների գործելավոճը բացառապես ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացու է, ինչքան էլ այլ մեկնաբանություններ լինեն։ Նշեցիք նաև, որ այնուամենայնիվ ընդդիմության եւ իշխանության բախումը չի կարող ազդել հասարակ քաղաքացու վրա, բայց մենք տեսնում ենք արդեն 1 տարուց փոքր էլ ավել Գյումրիում ինչ իրավիճակ է տիրում ընտրություններից հետո, քաղաքում փոսերը ավելի շատ են, քան փողոցները, որպես այդպեսին։ Ինչ քայլեր է ձեռնարկում այս մասով իշխանությունը գոնե ժամանակավոր լուծում գտնելու, թե սպասելու ենք մինչև ընտրություն, որպեսզի եւս մեկ անգամ ընդգծվի, որ թիմը չի հաջողել Գյումրիում։ Գյումրիում թիմը չի հաջողել, այո, որովհետև այսօր քաղաքապետի աթոռին նստած մարդը, ում իմիջիայլոց մյուս ընդդիմադիր ուժերը դարձրեցին քաղաքապետ ինքը չի ընտրվել, ես դա միշտ եմ ասել եւ ասելու եմ, Վարդան Ղուկասյանն է, նույն Գյումրիում հայտնի Վարդանիկը, ով այսօր ենթադրյալ հանցագործի կարգավիճակում է կաշառքի գործով բոլորս գիտենք, բնականաբար քաղաքը նման մարդուն հանձնողները պիտի քաջ գիտակցեին ուր են տանում քաղաքը եւ ինչ խնդիրներ է սպասվում Գյումրիին, բայց այդ մարդիկ այսօր քաշվել են կողքի եւ մի բան էլ ավագանու նիստերին փորձում են ինչ-որ քննադատել այսօրվա Գյումրու քաղաքային իշխանություններին, դա ուղղակի զավեշտ է եւ ծիծաղելի, այսինքն իրենք ստեղծեցին դաշտ, որպեսզի Գյումրին հայտնվի այս իրավիճակում, որ իրենք կարողանան քաղաքական դիվիդենդներ շահել X պահի, դուրս գալով ամբիոն եւ խոսելով Գյումրու խնդիրների մասին, սա գյումրեցին շատ լավ հասկանում է։ Եվ հավատացեք կառավարությունը իր հնարավորությունների, լիազորությունների շրջանակներում անելու է եւ անում է Գյումրիում հնարավոր աշխատանքներ։ Դուք գիտեք, որ մենք վզեպ ծրագրով անի թաղամասն ենք ամբողջությամբ հիմնանորոգելու, ես եւս այդ թաղամասում եմ բնակվում եւ դուք ճիշտ եք, այնտեղ ահավոր վիճակ է, ոչ հնարավոր է քայլել, ոչ հնարավոր է մեքենա վարել, բայց գոնե փոսալցման աշխատանքները մինչեւ հսկայական ծրագիրը կմեկնարկի, պիտի անի քաղաքապետարանը, իսկ քաղաքապետարանն այսօր ուղղակի անգործության է մատնված։ Նույնը Շիրակացի փողոցի մասին կարող եմ ասել, որ կառավարությունը հսկայական միջոցներ է ներդրել եւ առաջիկայում իմ ունեցած տեղեկություններով եղանակի տաքանալուն զուգահեռ կսկսվեն շինարարական աշխատանքները։ Նաև խորենացիներ, չէ՞, այդ։ Այո,
նաև խորենացիներ ներառյալ, իսկ ՎԶԵՊ-ի հետ կապված ինչ-որ փաստաթղթային աշխատանքների փուլում է եւ ես հույս ունեմ, որ այդտեղ եւս անի թաղամասում եւս որոշակի աշխատանքների մեկնարկ մենք տեսնելու ենք։ Այնուամենայնիվ եւս մեկ անգամ ուզում եմ փաստել, որ այդ հսկայածավալ մեծ ծրագրերը կառավարության ջանքերով ուղիղ մասնակցությամբ տեղի են ունենալու, բայց ինչ մնում է թիմի շրջանակներում եղած խնդիրներին, դա պիտի մեր քաղաքացիները պահանջեն հենց Գյումրու քաղաքապետարանի մարդկանցից, ովքեր այս պահին գտնվում են այնտեղ ցավոք սրտի, այնպես որ այդքանը։ Սա հաճախ նմանվում է մի շրջապտույթի, որը հավերժ է, որովհետև ձեզ մեղադրում են, որովհետև դուք տարաք նոր ընտրությունների, երբ Բալասանյանից հետ կար հուշագիր, իսկ հիմա դուք նաև մեղադրում եք ընդդիմությանը, որ ընտրեցին որպես քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Ամեն դեպքում այս իրար մեղադրելու միջոցով միևնույնն է տուժում են գյումրեցիները ու քաղաքը։ Ընդունենք դուք արդեն ազգային ժողովի ընտրություններում հաղթել եք, որն է լինելու այս քաղաքային ճգնաժամը լուծելու, գործիքը մտածվել է որևիցե բան, որը լինելու է, ենթադրենք Վարդան Ղուկասյանը անմեղ կճանաչվի կամ մեղավորությունը կհաստատվի, որն է լինելու լուծումը այս ընթացքում։ Թույլ տվեք առաջ չընկնելով որևէ հստակ պատասխան չտալ, այնուամենայնիվ Վարդան Ղուկասյանի գործի իրավական տիրույթում դատական համակարգի ուշադրություն կենտրոնում գտնվող հարց է, որին ես ինքս չեմ կարող պատասխանել, թե ինչ հանգուցալուծում կունենա, դեռևս մենք պիտի սպասենք վճռին, բայց ամեն դեպքում ձեր նշած այդ մեղադրանքների պահով, այո, ես համաձայն եմ, որ վերջին շրջանում ստեղծված իրավիճակից բացառապես տուժում է Գյումրին եւ գյումրեցին, բայց միևնույն ժամանակ չենք կարող այն փաստի հետ հաշվի չնստել, որ այո, Գյումրին ուղղակի այնպիսի մի իրավիճակում դրեցին մարդիկ, որոնք այսօր պատասխանատվությունից խուսափում են։ Նույն Մարտուն Գրիգորյանին ես չեմ տեսնում, որ շահագրգռված լինի, որ Գյումրու այս կամ այն փողոցը ասֆալտապատվի եւ այլն եւ այլն։ Ասենք մի անգամ ապագանու նիստերի ժամանակ որդին ինչ-որ հարց է տալիս, որը եւս մեկ անգամ նշեմ ծիծաղ է առաջացրել քաղաքացիների մոտ, նշեցի ինչ պատճառով, բայց ես չեմ տեսնում այն ջանքն ու եռանդը, որը այն մյուս մնացած ընդդիմադիր ուժերը, ովքեր քվեարկեցին, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, օր ու ժամ չկորցնելով փորձում են Գյումրու այս կամ այն հարցը լուծել։ Չկան եւ չեն խոսում, եթե կան տեսախցիկներ, ինչ որ փորձում են ինքնահաստատվել, խոսել իրենց արած աշխատանքից եւ այլն, բայց իրականում որ նայում ես չունեն կատարած որևէ աշխատանք եւ բացի Գյումրուն եւ գյումրեցուն վնաս տալուց իրենք ոչ մի բան չեն արել։ Ինչքան էլ փորձեն այլ կերպ ներկայացնել։ Նաև խոսենք այս գրությունների մասին, որոնք խմբակցությունները պարբերաբար ուղարկում են դեպի նաև կառավարություն, երբեմն հենց քաղաքապետարանի հետ փորձում ես հարցերը բարձել, քաղաքացիների կողմից հիմնականում ինչ բողոքներ եք ստանում կապված քաղաքի հետ, բացի բնականաբար փողոցաշինությունից, ինչ խնդիրների մասին են բողոքում, եթե ձեզ դիմում են այդ մասով։ Եթե նշում եք բացի փողոցաշինությունից, հաջորդ այն հարցը, որով դիմում են, շների հարցն է, ինչքան էլ անընդհատ խոսվել է այս մասին, բայց քանի դեռ լուծում չունի, նախորդ ավագանու նիստին էլ մեր խմբակցության անդամները բարձրացրին այդ հարցը եւ նշեցին, որ պիտի լիներ այդ օրվա նիստի օրակարգում, բայց նորից հանել էին, ինչ որ տենդեր են դնում, ոչ մեկը չի մասնակցում եւ այլն, այսինքն երկրորդ կարևոր խնդիրը հենց շների հետ կապված հարցն է, որը տեսնենք ինչ հանգուցալուծում կունենա, բայց միևնույն ժամանակ այստեղ եւս չենք կարող չֆիքսել, որ այո, նորից քաղաքապետարանի այսօրվա իշխանության, քաղաքային իշխանության անգործության հետևանքով է, որ այս խնդիրը որոշակի լուծում չի գտնում։ Նույնիսկ քայլեր չեն արվում։ Նախորդ ավագանու նիստը հենց դրա մասին էր եւ նորից կրկնեմ, մեր խմբակցության անդամները վստահ եմ տեղյակ եք, շատ խոսեցին այդ մասին, բայց ցավոք պատասխան չստացան այդպես էլ։ Եթե համարակալելու լինենք խնդիրները Գյումրու, այսօր առաջնային է փողոցաշինության հարցը, որովհետև մանավանդ այս ցնհալից հետո սարսափելի վիճակում է քաղաքի փողոցները եւ երկրորդը արդեն ըստ կարեւորության եւ ըստ քաղաքացիների կողմից մեզ հասած, այդ դժգոհությունների, շների հետ կապված հարցն է։ Եվ Տիկին Պալյան, դուք շատ հաճախ աչքի եք ընկնում, նաև լրագրողները հաճախ այս մասին խոսում են, իշխանության արած աշխատանքները գովաբանելուց Facebook-ում այդ ամեն ինչը շատ հաճախ եք ներկայացնում սոցիալական տարբեր ցանցերում, բայց մենք տեսանք, որ ներկուսակցական քվեարկության ժամանակ դուք այդ 50 անվանացանկում չկայք, կարծեմ 114-րդն եք։ Սա արդյոք չի գնահատական տալիս թիմի կողմից որպես ձեզ, անվստահություն կամ մարզում ու քաղաքում որպես ներկայացուցիչ լինելու որևիցե գործոնի տապալման մասին։
Բացարձակ, ես ազգային ժողովում վերջերս իմ ելույթի ժամանակ էլ նշեցի, որ ինքս ինձ համար որոշում եմ կայացրել, որ իմ թիմի կատարած աշխատանքի մասին եմ ավելի շատ խոսելու, քան թե անդրադառնալու կամ պատասխանելու ընդդիմադիր մեր գործընկերներին, որովհետև անիմաստ գործ եմ դա համարում, իսկ մյուս կողմում հսկայածավալ կատարած աշխատանք կա, որը ներկայացման խնդիր ունի, որպեսզի մեր շատ սիրելի քաղաքացիները տեսնեն եւ իրենց գնահատականը տան, եւ ես ձեզ ուզում եմ ասել, որ անգամ այն ճանապարհի հարթ գեղեցիկ ասֆալտապատ լինելը, եթե լուսաբանում եմ իմ Facebook-յաներում, շատ դրական ու լավ արձագանք է գտնում մեր շատ սիրելի քաղաքացիների կողմից, այսինքն դու զգում ես, որ դա գնահատվում է, դա տեսանելի է դառնում եւ պիտի շարունակեմ իմ աշխատանքը միանշանակ, իսկ թե ինչի եմ գովաբանում, որովհետեւ կա առիթ, կա պատճառ, կամ բոլոր այդ նախադրյալները, կա կատարած աշխատանք եւ չխոսել այդ մասին ես չեմ պատրաստվում, շարունակելու եմ խոսել, իսկ ինչ մնում է ներթիմային ներկուսակցական ընտրություններին, բացարձակապես ձեզ հետ համաձայն չեմ, այդտեղ որևէ անվստահության Սա ոչ թե իմ կարծիքն է, այլ հասկանում եմ, ձեր հարցադրման հարցադրման հետ թույլ տվեք չհամաձայնել, նախ մեծ թիմ է, թիմը գնալով մեծանում է, բնականաբար դա առողջ մրցակցություն է, դա շատ ողջունելի է, որ մեր թիմը եւ թիմակիցների քանակը գնալով ավելանում է եւ չլինել 50-ի մեջ, դա բացարձակապես չի նշանակում մերժված լինել թիմի կողմից, դա անգամ ծիծաղելի է եւ ես 10 եւ ավել տարիների կուսակցական կուսակցության անդամ եմ եւ շարունակելու եմ միշտ լինել անկախ նրանից որտեղ կլինեմ եւ ինչ պաշտոն կամ գործ կանեմ այդ պահին, բայց այնուամենայնիվ դուք նշեցիք 114-ը, դա առանց քվոտայի, բայց մենք գիտենք, որ օրենքը պահանջում է, որպեսզի ամեն երրորդը կին լինի, այսինքն ձեր նշած թիվը այս պահին իրականությանը չի համապատասխանում այնքանով, որ պիտի ինքը փոփոխության ենթարկվի։ Եվ ես վստահ եմ, որ մենք շատ մեծ տոկոսով հաղթանակ ենք տանելու հունիսի 7-ին եւ ես այս անգամ եւս իմ ծառայությունը շարունակելու եմ ազգային ժողովում որպես падգամավոր։ Շատ հաճախ խոսում են նաև քաղաքացիական պայմանագրի ներսում ներկուսակցական պառակտման մասին, երբ Դավիթ Արուշանյանի շուրջ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու առաջարկ էր ներկայացվել, դա մամուլում ակտիվ քննարկում էր, չնայած ինչ այս պահն էլ Շիրակի մարզպետը շարունակում է ունենալ Դավիթ Արուշանյանը։ Արդյոք սա հենց այդ նույն պառակտման մասին է խոսում, ազդակե թե ոչ, որովհետև մենք գիտենք, որ պարոն Արուշանյանի ասուլիսը վերջին պահին չեղարկվեց եւ ամբողջ մամուլը քննարկում էր այդ մասին, որ վարչապետի կողմից առաջարկվել է լքել այս պաշտոնը։ Դա բնավ պառակտման մասին չի խոսում, դա աշխատանքային պրոցես է, քննարկումներ են, որը տեղի ունենում բոլոր առողջ միջավայրերում, իսկ մեզ մոտ չկա որևէ պառակտում, մեզ մոտ միայն առողջ մթնոլորտ է եւ թիմում, եւ կուսակցությունում, եւ առհասարակ միջանձնային հարաբերություններում։ Իսկ պարոն Արուշանյանը բազմաթիվ անգամ այս հարցին պատասխանել է, այս հարցին պատասխանել է նաև համապատասխան գերատեսչության ղեկավարը, նաև վարչապետն է անդրադարձել, իսկ այս պահին փաստը այն է, որ պարոն Արուշանյանը Շիրակի մարզպետն է, շարունակում է իր պաշտոնավարումը, մնացածի պահով ես չեմ ուզում այլևս բան խոսել, որովհետև դրանք ուղղակի ասեկոսեներ են, ինչպես մնացած ոչ հիմնավոր թեզերը, որոնք երբեմն շրջանառվում են այս կամ այն քաղաքական ուժի կողմից։ Եվ ամփոփելով մեր այսօրվա զրույցը, քաղաքական թիմի ողջ ներկայացուցիչները կարելի ասել վերջին շաբաթների ընթացքում քաղաքում էին, հաշվի առնելով հասարակության կողմից ժողովրդի տրամադրությունը, ինչպիսին է կարծիքը, ինչպիսին է լինելու ՔՎՆ-ների պատկերը Գյումրիից, արդյոք կա այդ վստահության քվեն ու շարունակում են Գյումրիում վստահել քաղաքացիական պայմանագրին, թե օրինակ թիմ ընտրությունների պատկերը այնուամենայնիվ մտավախությունների պատճառ կարող է դառնալ։ Նախորդ ձեր հարցերից մեկին պատասխանելիս ես նշեցի, որ վարչապետը երբ որ Շիրակի մարզում էր, մենք այնպիսի ընդունելության ենք արժանացել, վարչապետը այնպիսի ընդունելության է արժանացել, որ այո, այդ ընդունելությունը ջերմ մթնոլորտը մեզ, մեր թիմակիցներին թույլ է տալիս ունենալ այն հավատը, համոզմունքը, որ այո, մենք Գյումրիում շատ մեծ թվով քվեներ ենք ստանալու, վստահության քվեներ եւ տեր ենք կանգնելու յուրաքանչյուր քվեին։ Այնպես որ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, շատ քիչ ժամանակ է մնացել հունիսի 7-ին եւ բոլորս միասին, այդ թվում նաեւ դուք, կարձանագրենք մեր շատ բարձր տոկոսներով հաղթանակը, ավելի քան վստահ եմ։ Շնորհակալություն ստացված զրույցի համար, մենք հուսամ արդեն հունիսից հետո կհանդիպենք, քննարկենք քաղաքական ընթացքը, կհասկանանք ինչ պատկեր է արդեն եղել ընտրություններից հետո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Իսկ մենք կհանդիպենք նոր հարցերին պատասխան գտնելու համար։